Այս ամբիոնից վերջին անգամ խոսել եմ 2019 թվականին եւ այստեղ քննարկում էինք համահարթարկման խնդիրներ եւ ես պնդում էի, որ դա հակաժողովրդական է, որ դա վաշխառու օլիգարխիկ համակարգի գործիք է եւ չի կարելի ոչ մի կերպ այդ համակարգը ներդնել։ Այդ համակարգը ներդրվեց։ Փաստացի ես էլ չէի պատկերացնում, թե ինչի հետ գործ ունենք, թե այս իշխանությունը եկել է, ինչի համար է եկել եւ ինչ ուժերի է ծառայում։ Սիրելի հայրենակիցներ, ես ձեզանից մեկն եմ։ Ձեզանից մեկը, ով երազում է ապահով, բարեկեցիկ, այսինքն կայացած Հայաստան։ Այս երազի ճանապարհին ես ինքս անցել եմ վերափոխման ուղի եւ նպատակ եմ դրել ծառայեցնել իմ կարողությունները այս պետության զարգացմանը եւ այդ երազի իրագործմանը։ Այսօր այստեղ այս քննարկմանը մասնակցությունը նույնպես այդ երազին մասնակցություն ունենալու եւս մի դրսեւորում է։ Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու իշխանափոխության ճանապարհներ, այսինքն ինչ ճանապարհով է հնարավոր հեռացնել այս իշխանությանը եւ ունենալ ազգային իշխանություն։ Իմ մասնագիտություններից մեկը, կարելի ասել 4-րդը, հանրային քաղաքականությունների մասին է։ Դա ո՞րն է։ Դա այն է, թե ինչպես են քաղաքական process-ները ձևավորվում, ինչի համար են պետությունները, ինչ գործիքներ կան այն մեր ասած երազները իրագործելու եւ ինչպես բացի նրանից, որ գնահատական ենք տալիս արկա process-ներ, ինչպես ինքնուրույն գեներացնել process-ներ։ Եվ այդ մասնագիտության մեջ, ինչպես բժշկության մեջ, որը վերցվել է այդ մասնագիտությունը բժշկությունից, գլխավոր խնդիրը դիագնոստիկան է, այսինքն ինչի հետ գործ ունենք։ Եթե մենք դիագնոստիկան սխալ ենք անում, ապա մեր միջամտությունները չեն հանգեցնում սպասվող ակնկալի կարծունքին։ Այս տեսանկյունից, որ նայում ենք, այո, impeachment-ը ճանապարհներից մեկն է։ Բայց եկեք նախ հասկանանք ինչ խնդրի հետ գործ ունենք։ Ինչպես է Հայաստանում իշխանություն ձևավորվում ընդհանրապես եւ մասնավորապես այս պահին։ Հայաստանում ցավոք սրտի Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որ իշխանությունների ձևավորման վրա ազդեցություն ունի Արևմուտքը, Ռուսաստանը, վերջին շրջանում նաեւ Թուրքիան, թուրքական աշխարհը Ադրբեջանի հետ միասին եւ հայ ժողովուրդը, գլխավոր գործոնը։ Հայ ժողովուրդը կարծես թե կողք է քաշվել, ոչ թե գիտակցաբար, այլ տարիներ շարունակ այս իշխանությունների կողմից տարվող մանիպուլյացիաների արդյունքում, հետևանքով կողք է քաշվել եւ նայում է թե ինչ է կատարվում։ Եվ մենք ունենք մի վիճակ, որ Հայաստանում ներկայի իշխանությունը վայելում է եւ Արևմուտքի եւ ԱՄՆ-ի, մասնավորապես, եւ Ռուսաստանի եւ մնացած շահառու կողմերի հովանավորչությունը։ Ինչու է այդպես։ Որովհետև այս իշխանությունը հրաժարվել է մեր իրավունքները սպասարկելուց։ Արցախից հրաժարումը մեր իրավունքների հարցն է։ Տարածքների հանձնումը, չգիտեմ, գերբի փոփոխությունը, ցեղասպանության, ճանաչման եւ հատուցման նպատակից հրաժարումը մեր իրավունքներից հրաժարման հարց է։ Եվ այս իշխանությունը սպասարկում է այդ իրավունքներից հրաժարվելով, սպասարկում է բոլորի շահերը բացի հայ ժողովրդի։ Հետևաբար մեր խնդիրն է հայ ժողովրդին բերել մի վիճակի, հայ ժողովրդի հետ աշխատելով, շեշտում եմ հայ բառը, այն գիտակից, անհանգիստ խնդիրներին այս process-ներին հետևող են բոլոր մարդկանց, ովքեր օր առաջ ուզում են ունենալ ազգային իշխանություն։ Այս պարագայում հարցեր կան, որ մենք պարտավոր ենք պատասխաններ տալ այդ հարցերին։ Այդ հարցերն են, թե ինչպես են ընդհանրապես, ես փորձում եմ մի քիչ տեխնիկական բաներով խոսել, բայց հնարավորինս պարզ, գուցե չի ստացվում, ինչպես ենք մենք կարողանալու մարդկանց ինչպիսի օրակարգ առաջարկել, որպեսզի մարդիկ քաղաքական լուծումներ տեսնեն այս process-ում
impeachment-ի տակ, որը իմ համոզմամբ իրավական գործընթաց է, ինչպիսի քաղաքական գործընթաց ենք դնում, այդ քաղաքական գործընթացում ինչպես ենք ներգրավում լայն զանգվածներին եւ ինչպես ենք հասնում ընթացիկ միջանկյալ նպատակի, այսինքն այս իշխանությունների փոփոխության։ Եվ ես ինքս բաց եմ այս առումով համագործակցության բոլոր այն ազգային ուժերի հետ, որոնք այս նպատակին իրենց առաջ այս նպատակադրումը ունեն, պայմանով հայկական իրավունքներին տեր կանգնելու եւ ունենալու հաստատելու ազգային իշխանություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, մինչև պարոն Իսրայելյանը մոտենա, մենք ուղղակի ֆիզիկապես